Բազարյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես Նիկոլ Փաշինյանը բղավում է Սյունիքում, որ Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել, խաչ է քաշում ամբողջ այդ իրողության վրա։ Ըստ էության դուք էլ անձ եք, ով կանգնած է շարժման ակունքներում, Արցախի ազատագրման ակունքներում, բայց Փաշինյանը շատերի գնահատմամբ թքում է այս պատմության եւ այս ամեն ինչի վրա։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ես նրա հայտարարություններին երբևէ լուրջ չեմ վերաբերվել, նա շատ հակասական հայտարարություններ է արել, նա իրավունք չունի որոշելու Ղարաբաղյան Արցախյան շարժումը ճիշտ էր թե սխալ էր։ Ես հիշեցնեմ նրա հայտարարություններից մեկը, 19 թվականին վարչապետի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ եւ իր ճղճղան ձայնով հայտարարեց. Արցախն Հայաստան է եւ վերջ։ Անցավ որոշ ժամանակ Նիկոլն հայտարարեց. իր բառերով եմ ասում, Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ Նորից եմ հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Արցախը հազարավոր տարիներ եղել է հայկական եւ եղել է Հայաստանի ամենաուժեղ նահանգներից մեկը։ Արցախը Ադրբեջանի կազմում եղել է ընդամենը 1918 թվականից մինչև 1900 1918 թվականին թողնվել է Ադրբեջանի 21 ներողություն թվականին թողնվել է Ադրբեջանի կազմում Լենինի կամ Ստալինի ուրեմն կարգադրությամբ մինչև 1991 թիվը, այսինքն 70 տարի եղել է Ադրբեջանի կազմում, 88 թվին սկսվել է Արցախյան շարժումը, 91 թվականին Խորհրդային Միության բոլոր օրենքներով եւ Սահմանադրությանը համապատասխան հանրաքվեով Արցախն հայտարարել է իր անկախությունը Ադրբեջանից 91 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո մինչև Նիկոլի իշխանության գալը, մինչև 1918 թիվը Արցախը եղել է հայկական եւ մինչև 1920 թիվը եղել է առանձին, Ադրբեջանին չի ենթարկվել։ Ու Նիկոլը 18 թվականին մեր ժողովրդին կեղծ խոստումներ ու ստահոդ խոստումներ տալով խաբեց մեր ժողովրդին, եկավ իշխանության, գնաց Արցախ եւ ասացի արդեն եւ հայտարարեց, որ Արցախն Հայաստան է եւ վերջ, դադարեցնելով, տապալելով Արցախի արծի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը եւ հնարավորություն տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։ Իսկ այդ պատերազմին մենք պատրաստ չէինք։ Ես հիշեցնում եմ, որ 20 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ամբողջ երկարությամբ սահմանների հարավից, հյուսիսից եւ արևելքից Ադրբեջանն հարձակվեց Արցախի վրա։ Հայաստանի ազգային ժողովում ընթանում էր հատուկ նիստ։ Ամբիոնից Նիկոլն հայտարարեց. եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք պես պարտված չենք ճանաչի, ինչ էլ լինի, մենք պես պարտված չենք ճանաչի։ Ես բազմիցս եմ հայտարարել, ինչ է Նիկոլը բախտագուշակեր, որ գիտեր, որ մենք պետք է պարտվենք, բայց մեզ պարտված չճանաչենք։ Թե Ալիևի հետ պայմանավորվել էր, որ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, Նիկոլը լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես է անում, որ մենք պարտություն կրենք ու ինքն Արցախը հանձնի Թուրքին։ Ինքը Արցախը Ադրբեջանին հանձնելով հայտարարում է. Արցախը վերադարձնելով Ղարաբաղը Արցախ բառը չի արտասանում։ Պետական կառավարման բոլոր մարմիններում արգելել է արտասանել Արցախ արտահայտությունը։ Նրանց համար ավարտեմ, Արցախը նրանց համար Ղարաբաղը դա Ադրբեջանի եւ ինքը հայտարարեց, որ Ղարաբաղը միշտ եղել է իր բառերով եմ ասում Ադրբեջանի կազմում։ Ես արդեն ասացի, որ ընդամենը 21 թվականից մինչև 91 թիվն է Արցախը եղել Ադրբեջանի կազմում եւ 20 թվականից հետո մեր պարտության արդյունքում է անցել Ադրբեջանին Արցախը։ Բայց ինքն հայտարարում է, որ վերադարձնելով Արցախն Ղարաբաղը Ադրբեջանին մենք մեծացրեցինք Հայաստանի ինքնիշխանության աստիճանը։ Համեցեք ձեր հարցը։ Հիմա գալով այս իրը բղավոց է, սպանվածք է, ամեն ինչ, ասում ենք Հայաստանի Հանրապետություն չենք ունեցել, ես Հայաստանի Հանրապետություն եմ բերել, ազատագրվելով ըստ էության Արցախը գլխատելով իր համար, այդպես է Հայաստանի Հանրապետություն ձեռք բերել։ Ինչի դրսևորում է իր կողմից։ Ուրեմն լկտիության դրսևորում է, ստախոսության դրսևորում է։ Հայաստանը մինչև Նիկոլ Փաշինյանը գալը եղել է անկախ պետություն 91 թվականի դեկտեմբերի վերջին
հանրաքվեով Հայաստանը հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից, երբ որ փլուզվեց Խորհրդային Միությունը, իր անկախությունն է հայտարարել Խորհրդային Միության սահմանադրության եւ օրենքների բոլոր շրջանակներում եւ ճանաչվել է միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն 91 թվականի դեկտեմբերից սկսած։ Այդ ժամանակահատվածից նաեւ Արցախն է հայտարարել իր անկախությունը Ադրբեջանից եւ ընթացել է պատերազմ, առաջին Արցախյան պատերազմը, որն ավարտվեց 1994 թվականի մայիսի 12-ին Բիշկեկի հրադադարով։ Հրադադարով ավարտվեց այդ պատերազմը եւ 20 տարի ու ավել շարունակ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի։ Ցավոք սրտի Հայաստանի տարբեր տարիների իշխանությունները զբաղված էին սեփական բարեկեցության ամրապնդման խնդիրներով, փոխանակ հզորացնեին բանակը, զարգացնեին երկրի տնտեսությունը, իրավական հարցեր լուծեին, սոցիալական հարցեր լուծեին եւ այլն։ Ես նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը 18 թվին ստահոդ խոստումներ տալով մեր ժողովրդին եկավ իշխանության, տապալեց բանակցային գործընթացը, Արցախն հանձնեց Ադրբեջանին եւ հիմա իրենից շատ գոհ նա ասում է, որ մենք այլ եթե մինչ 1900 ուրեմն 20 թվականը Հայաստանը չկար, ինքնուրույն չէր, հիմա արդեն մենք ինքնիշխան պետություն ենք։ Սյունիքում էլ բղավում է, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան մասն է։ Մենք տեսանք նախորդ բղավոցը իր Արցախը Հայաստան է եւ վերջ ինչ արժեցավ, հիմա բոլորը ահազանգում են, որ ըստ էության Սյունիքը հանձնման ենթակա է Փաշինյանի կողմից։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Եթե Փաշինյանը մնաց իշխանության, հնարավոր է նաեւ Սյունիքի հանձնումը, հնարավոր է նաեւ Հայաստանը դառնա ադրբեջանա-թուրքական վիլայետ։ Դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին հունիսի 7-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել իրենց խղճի մթոք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ միևնույն է ընտրողները գնան տեղամաս, քվեարկեն տարբեր կուսակցությունների քաղաքական ուժերի օգտին, միևնույն է մենք ունենալու ենք սահմանադրական մեծամասնություն եւ Հայաստանում իրականացնելու ենք սահմանադրական փոփոխություններ։ Իսկ այդ սահմանադրական փոփոխությունները դա Նիկոլի ուրեմն ցանկությունը չի, դա Ալիևի պահանջն է։ Նիկոլը կատարում է Ալիևի եւ Էրդողանի բոլոր պահանջները եւ Ադրբեջանից ու Թուրքիայից ակնկալում է ֆինանսական ու քաղաքական աջակցություն իր իշխանությունը երկարաձգելու համար։ Հայ ժողովուրդը դա չի թողնելու։ Մենք ազատամարտիկներս, հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման հազարավոր անդամներս բոլորս քվեարկելու ենք որևէ ընդդիմադիր կուսակցության կամ քաղաքական ուժի ուրեմն օգտին։ Ես բնականաբար իմ նախաձեռնությամբ հանդես ենք եկել հայտարարությամբ աջակցելով Սամվել Կարապետյանի կողմից ղեկավարվող Ուժեղ Հայաստան կուսակցությանը, մենք այդպիսի հայտարարությամբ հանդես ենք եկել, բայց ես մեր խորհրդի անդամներին եւ կազմակերպության անդամներին ասում եմ գնացեք քվեարկեք ձեր խղճի մտոք միայն ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի օգտին։ Գալով էլի ամեն դեպքում մենք գիտենք Ադրբեջանի նկարտումները Սյունիքի հետ կապված, ինչ է նշանակում, եթե իրապես մենք կորցնենք նաեւ Սյունիքը։ Մենք Սյունիքը չենք կորցնի, Սյունիքը պաշտպանվել է ու մնացել է հայկական Նժդեհի եւ Անդրանիկի շնորհիվ, նրանց գործունեության շնորհիվ ժամանակին, որովհետեւ այն ժամանակ նաեւ հարձակում էին նաեւ Սյունիքի վրա եւ Նախիջևանի կողմից Թուրքիայի աջակցությամբ եւ արևելքից ադրբեջանցիները, մուսաֆաթական Ադրբեջանը, բայց ի շնորհիվ Նժդեհի եւ Անդրանիկի Սյունիքը մնաց հայկական ու Մեղրու տարածաշրջանը, ինչպես Վազգեն Սարգսյանն է ժամանակին բնութագրել, դա մի մեծ դուռ է դեպի հարավ, դեպի արտերկիր, որովհետև միայն այդ տարածաշրջանով է, որ մենք ունենք մոտ 32 թե 42 մոտարապես 42 կիլոմետր տարածք սահման Իրանի հետ, մենք կարող ենք այնտեղից գնալ Իրան, Իրանից դեպի արաբական երկրներ, դեպի հարավ, դեպի Հնդկաստան, դեպի նաև այնտեղից էլ Չինաստան եւ փոխադարձ, ասենք, առևտրական գործունեություն ծավալել։ Բնականաբար հյուսիսից մենք միայն Վրաստանը ունենք, դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան եւ դեպի Եվրոպա սեպծովով գնալու ճանապարհ, արևմուտքից Թուրքիան փակել է մեր սահմանները, արևելքից Ադրբեջանը փակել է մեր սահմանները ու զավթել է Հայաստանից ավելի քան 200,000 քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որոնք
նրանց զինվորականները եկել նստել են կրակի տակ պահելով Հայաստանի արևելյան բնակավայրերն ու ճանապարհները եւ անգամ Կապանի օդանավակայանը կրակի տակ է։ Նիկոլը միշտ հայտարարում է քարտեզ է փակցրել իր կրծքին եւ հայտարարում է, որ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Հայաստանի տարածքը եղել է միջազգայինորեն ճանաչված 91 թվականի դեկտեմբերից, երբ որ մենք ստացել ենք անկախություն, եղել է 29800 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ որ իրենց կրծքին կպցնում են, դա Հայաստանի տարածքը չի, դա Հայաստանի այն մասն է, որը մնացել է ընդամենը ադրբեջանցիք ոչ միայն Արցախն են վերցրել, այլ նաև Հայաստանի տարածքից ավելի քան 200,000 քառակուսի կիլոմետր տարածք վերցրել են ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որտեղ նրանց զինվորականները եկել նստել են։ Դա Նիկոլի գործունեության արդյունքում։ Ես նորից եմ կրկնում, մինչև Նիկոլի գալը մենք հաղթած ժողովուրդ էինք, մինչև նրա գալը իշխանության, մենք հպարտ ժողովուրդ էինք, Արցախը Հայաստանի հետ միացած կազմում էին ավելի քան 42,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսօր ըստ Նիկոլի մենք ունենք ընդամենը 20743 կիլոմետր տարածք։ Եթե ինքը մնաց, եթե ԿՊ-ն մնաց իշխանության, մենք դա էլ ենք կորցնելու։ Ես ահազանգում եմ մեր ժողովրդին։ Մի խաբվեք Նիկոլի խոստումներին։ Բազմիցս է նա խոստումներ տվել եւ ստել է, բազմիցս նա խոստումները տվել են եւ ստել է։ Ուրեմն ես ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին, որ մինչև Նիկոլի իշխանության գալը Հայաստանի արտաքին պետական պարտքը ընդամենը կազմում էր 7 միլիարդ 800 միլիոն դոլար։ Այսօր մեր պետական պարտքը շուրջ 15 միլիարդ դոլար է։ Իսկ այդ գումարները, որ տալիս են միջազգային վալյուտային ֆոնդը եւ համաշխարհային բանկը, տոկոսով են տալիս։ Նիկոլը մեր հանրապետությանը մեզ բոլորից դրել է տոկոսի տակ։ Ինքը գիտի, որ իրենք չեն կարող իրենց իշխանության տարիներին փակել այդ պարտքերն ու տոկոսները։ Այդ պարտքերը, տոկոսները փակելու ուրեմն ցավոք սրտի հնարավորությունը, ոչ թե հնարավորությունը, այլ բեռը մնում է հաջորդ սերունդների եւ հաջորդ իշխանությունների վրա։ Եվ տեսնում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների ինչ վիճակի են հասցրել, այլևս նաև Ռուսաստանի նախագահն է ասում, պահանջ դնում, որպեսզի հստակեցրեք երկու լարի վրա խաղանել հնարավոր չէ։ Խնդրեմ այս մասով, ինչ հետևանք կունենա, եթե Ռուսաստանը արդեն ասի նաև գործուն քայլերի։ Ուրեմն նրանք չեն կարողանում նիկոլականներ իրականացնել ճիշտ եւ ճկուն դիվանագիտություն։ Ռուսաստանի հետ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, որի գլխավոր դերակատարը Ռուսաստանի Դաշնությունն է, մենք նաև ԵԱՏՄ-ի մաս կազմող երկիր ենք, էլի որի գլխավոր դերակատարն ու պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես մեկ օրինակ ընդհանրապես բերեմ։ Մենք 1000 խորանարդ մետր գազը Ռուսաստանից գնում ենք, որքանով տեղյակ եմ, մոտավորապես 270 միլիոն դոլարով, իսկ բանին Արևմուտքին, Եվրոպային, Ռուսաստանը այդքան գազը վաճառում է 600 միլիոն դոլարով։ Եթե ասենք մեզ էլ շուկայական գնով գազը վաճառեն, մեր տնտեսությունը կանգնելու է, չի աշխատելու մեր տնտեսությունը։ Սա մեկ, երկրորդը, մենք ունենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ, բայց քանի որ նիկոլական իշխանությունը անընդհատ ձգտում է դեպի արևմուտք, Եվրոպա, որտեղ մեզ չեն սպասում, մի ժամանակ հիշեցնեմ, տարի առաջ Եվրոմիության դրոշը դրել էին ազգային ժողովի ամբիոնում եւ քննարկում էին ու հայտարարում էին, որ դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ գնանք միանանք Եվրոմիությանը։ Եվրոմիությունում մեզ չեն սպասում, կան չափանիշներ։ Ես օրինակները բերել եմ եւ մեկ անգամ եւս կրկնում եմ։ Մոլդովան 30 տարուց ավել փորձում է մտնել Եվրոմիություն, չի մտել Եվրոմիություն։ Վրաստանը 30 տարուց ավել փորձում է գնալ մտնել Եվրոմիություն, չի մտել Եվրոմիություն։ Կոսովոն չի մտել Եվրոմիություն, էլի կամ պետություն, Թուրքիան չի մտել Եվրոմիություն, ու էլի կամ պետություններ, որոնց Եվրոմիությունը չի ընդունում, որովհետև կան որոշակի չափանիշներ։ Դա ընդհանրապես կեղծ խոստումներ են, գնանք Եվրոմիություն։ Բացի դրանից, Եվրոպայից, Եվրոմիությունից ակնկալիքներ ունեն իրենց իշխանությունը երկարաձգելու համար, որովհետև գալիս են Եվրոպայից էմիսարներ, նրանք չնկատելու են տալիս Նիկոլի կողմից, մեր իշխանության կողմից ապօրինությունները, որոնք իրականացնում են մեր ժողովրդի հանդեպ, ազատամարտիկների հանդեպ, պայստազորի զինվորականների հանդեպ,
ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ ապօրինաբար Նիկոլի առաջադրանքով շինծ ու մեղադրանքներ են հարուցում մարդկանց վրա եւ տանում են նրանց ապօրինաբար կալանավորում են։ Նիկոլն հայտարարում է. Հայաստանում կարող է լինել դատավոր, որ իմ ասածը չանի։ Ես բացից եմ հայտարարել, ինչ իրավունք ունի Նիկոլը կարգադրի դատավորներին։ Հայաստանում կա 3 իշխանություն. գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն։ Գործադիր իշխանությունը իրավունք չունի դատական իշխանությանը հրահանգներ տալ, իսկ նրանք հրահանգները տալիս են, եւ դատավորը ստիպված կատարում է այդ հրամանները, այդ հրահանգները, որպեսզի պահի իր աշխատանքը չկորցնելու համար կեղծ դատական նիստեր են անցկացնում ու մարդկանց կալանավորում են։ Ինձ էլ են 6 ամիս կալանավորել, արդեն 1 տարուց ավել էլ 6 ամիս էլ տնային կալանքի մեջ եմ, մինչև հիմա իմ հանդեպ հարուցված քրեական գործը դիտավորյալ չեն կարճում, որպեսզի ես չկարողանամ, ասենք, Հայաստանից դուրս գամ եւ ինձ հրավիրում են Մոսկվայից, ինձ հրավիրում են Հյուսային Կովկասից, ունեմ մարզական ընկերներ, գաղափարակից ընկերներ, բայց ես իրավունք չունեմ Հայաստանից բացակայելու, որովհետեւ ես ամբաստանյալ եմ։ Եվ եւս մեկ անգամ ձեր կոչը, եթե Աստված մի արած ընտրվում է այս իշխանությունը, չի ընտրվելու այս իշխանությունը, սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս դիմում եմ ձեզ։ Անպայման գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք ուրեմն ձեր խղճի մտոք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլորի փորձում է համոզել, որ իրենք մեկը ինչ էլ լինի, իրենք վերցնելու են մեծամասուն եւ երկարաձգելու են իրենց իշխանությունը։ Որպեսզի ընտրողները հիասթափվեն եւ չգնան ընտրությունների, մտածելով որ գնամ ընտրությունների, չգնամ ընտրությունների, միևնույն է ԿՊ-ն վերցնելու է մեծամասուն։ Այդպես չի լինելու։ Ընդդիմադիր դաշտի 3 կամ 4 քաղաքական ուժեր, ես կթվարկեմ, սոցիոլոգիական հարցումներով անպայման անցնելու են խորհրդարան եւ այնտեղ միավորվելով իրենց կազմից որևէ մեկին ընտրելու են վարչապետ։ Ամենայն հավանականությամբ դա կարող է լինել Սամվել Կարապետյանը։ Ուրեմն 3 քաղաքական ուժեր ուժեղ Հայաստանը անցնելու է խորհրդարան, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքը գնալու է խորհրդարան ունենալու է խմբակցություն է ունենալու նաեւ Գագիկ Ծառուկյանի դաշինքը եւ հնարավոր է նաեւ խմբակցություն ունենալ նաեւ Արման Թաթոյանի միասնության թևեր քաղաքական ուժը։ Այս 4-ը ազգային ժողովում միավորվում են եւ իրենց կազմից որոշում են ում են ընտրելու երկրի վարչապետ։ Դա կարող է լինել նաեւ Արման Թաթոյանը, դա կարող է լինել Սամվել Կարապետյանը, ում որ կամենան, միայն չլինեն գործող ապազգային թրքամետ իշխանությունները։ Այլապես ես բարձ հայտարարում եմ, որ եթե նիկոլական իշխանությունը, ԿՊ-ական իշխանությունը մեկ անգամ եւս երկարաձգեց իր իշխանությունը 5 տարով, Հայաստանը նրանք դարձնելու են ադրբեջանա-թուրքական վիլայետ։ Դա մենք չպետք է թույլ տանք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։